Սելի ֆուտբոլիստներ խաղային օրը շարունակվում է եւ օրվա վերջին հանդիպումն ենք ձեր ուշադրությանը ներկայացնում, որտեղ կմրցեն Թեղենիսը եւ Չելսին միմյանց դեմ, սա Summer Cup-ի 3-րդ տեղի համար հանդիպում է, թիմերը արդեն խաղադաշտում են, ողջունում են միմյանց։ Ես արագորեն ծանոթացնեմ մրցող թիմերի կազմերը, սկսենք Չելսից։ Դարպասը պաշտպանում է Էրիկ Պողոսյանը համար 1, Վովա Խալափյան համար 6, Գրիշա Գրիգորյան համար 7, Արմեն Ասատրյան համար 8, թիմի ավագ Ժիրայր Պապիկյան համար 10, Արսեն Ասատրյան համար 11, Էրիկ Հարությունյան համար 17, Տիգրան Չուխաջյան համար 77 եւ Սմբատ Պողոսյան համար 99։ Թեղենիս դարպասը պաշտպանում է Տարոն Թուղթարյանը համար 16, Խաչիկ Սեցակյան համար 2, Արամայիս Գրիգորյան համար 3, Տիգրան Գալասյան համար 5, Էլու Ասադ համար 8, թիմի ավագ Լևոն Հակոբյան համար 10, Էնաջի Մոհամեդ համար 11, Մաքսիմ Սարգսյան համար 19, Միքայել Սաֆայան համար 22 եւ Վանիկ Ղազարյան համար 23 կա մրցավարի մեկնարկային սուրիչը հանդիպումն էլ մեկնարկած է։ Գնդակով հիմա Չելսիի ֆուտբոլիստներն են, Հարությունյանն է գնդակով, ուղարկում է գնդակը Ասատրյանին։ Այո, թիմերը իսկապես շատ հետաքրքիր ու բարդ ճանապարհ անցան Summer Cup-ի շրջանակներում, բայց կիսա եզրափակիչ փուլում նախ Թեղենիսը զիջեց Վերդերին 3-1 հաշվով, շատ հետաքրքիր պայքարում, իսկապես այնպիսի պայքար ձևավորվեց այդ խաղում, որ անկախ հաշվից, անկախ ելքից երկու թիմերն հնարավորություն ունեին եզրափակիչ դուրս գալու, բայց ավելի վստահ Վերդերի ֆուտբոլիստների, իսկ ահա Չելսին էլ ավելի հետաքրքիր խաղում լքեց մրցաշարը կիսաեզրափակիչ փուլում պարտվելով Մոնցային։ Նախ թիմը երկու անգամ զիջում էր Մոնցայի դեմ խաղում հանդիպան հաշվի մեջ, երկու անգամ կարողացան հավասարեցնել հանդիպան հաշիվը, նախ Արմեն Ասատրյանի կատարած տուգանային արվածից հետո Չելսին հանդիպան հաշիվը դարձրեց 1-1, այնուհետև ընդունեց շատ արագ երկրորդ գնդակը, խաղի վերջնամասում Սմբատ Պողոսյանը կարողացավ նորից հավասարեցնել հանդիպան հաշիվը, հանդիպումը գնաց հետխաղային 11 մետրանոց հարվածաշար, որտեղ Մոնցայի ֆուտբոլիստները կարողացան 4-3 հաշվով առավելության հասնել, այստեղ կար այստեղ խաղի կանոնների խախտում ու հիմա արդեն գնդակը Թեղենիսի ֆուտբոլիստների մոտ է, դարպասապա Թուղթարյանն է գնդակով։ Գրիգորյան նորից Թուղթարյանին է ուղարկում գնդակը եւ առաջ փոխանցում ենք տեսնում, բայց գնդակը այստեղ հասավ դեպի Չելսի դարպասապա Պողոսյանը, վերջինս այն խաղարկում է Չուխաջյանի հետ։ Այո, իսկ արդեն Summer Cup-ի եզրափակիչ հանդիպումը կայանա օրեր անց, որտեղ այդ երկարատև ճանապարհորդությունից հետո եզրափակիչում Վերդերը եւ Մոնցան միմյանց հետ կպարզեն հարցերը։ Երկու թիմերն էլ անկախ ամեն ինչից իհարկե արժանի կլինեն չեմպիոնության հասնելու, նվաճելու այդ Summer Cup-ի երկար սպասված գավաթը, բայց թիմերից մեկը իհարկե կհեռանա խաղադաշտից պարտված, առանց դրա պարզապես հնարավոր չէ, եթե կա հաղթող բնականաբար պարտվողներ են լինում։ Պապիկյան մեկ հպումով դեպի Խալափյանը փոխանցում են տեսնում եւ Թուղթարյանի սեյվը այստեղ հրաշալի էր, այո, Չելսին ուներ շատ լավ հնարավորություն առաջ հասնելու հաշվի մեջ, բայց Թուղթարյանը շատ վստահ գործեց։ Չուխաջյան շարժում է առաջ գնդակով Չուխաջյան, ուղարկեց այն Արսեն Ասատրյանի ուղղությամբ։ Գրիգորյան ու այդ փոխանցում դեպի դարպասապա Պողոսյանը, այո, խորքից նորից Չելսին, Չուխաջյանն է առաջ շարժում գնդակով։ Գտավ կենտրոնում Ասատրյանին, բայց Ասատրյանի փոխանցումը փակվեց։ Փոխարենը վաստակում է Չելսին անկյունային հարվածի հնարավորություն, առաջին անկյունային այս խաղում։
Պապիկյանը կիրասնի այն։ Պապիկյան բարձից փոխանցում ենք տեստում ու այստեղ հեռացին Ցեղենիսի ֆուտբոլիստները գնդակը։ Գալստյանն էլ որքան հնարավոր է հեռու ուղարկեց այն։ Գրիշա Գրիգորյան։ Հարությունյանին ուղարկում գնդակը։ Շատ լավ գրոհի անցել Չելսին Պողոսյան։ Պողոսյան երկու մրցակից դիմավորեց նրան, բայց խախտեց այստեղ խաղի կանոնները։ Ցեղենիսի ֆուտբոլիստը Էլու Ասադն էր հայտնվել պայքարում Սմբատյանի դեմ, բայց Սմբատ Պողոսյանի դեմ ներողություն, բայց խաղի կանոնների խախտում կիրառեց, հիմա խաղարկեցին Չելսի ֆուտբոլիստները գնդակ ու այն հեռացված է, նորից սկսում է Չելսին խորքից Պողոսյան։ Չուխաջանին ուղարկեց գնդակը։ Արսեն Ասատրյան։ Ու կար խաղի կանոնների խախտում, այո։ Խաղարկում է Չելսին գնդակը, Չուխաջան, Պապիկյանին հասցեագեց գնդակը։ Հարությունյան, լավ գրոհի է անցել Չելսին, Գրիշա Գրիգորյանն է հայտնվել հարվածային գոտում, բայց կարողացան այստեղ Ցեղենիսի պաշտպանները վստահ գործել, Սեթրակյանն է գնդակով։ Լավ ազատվեց այստեղ մրցակիցների վերահսկողությունից, շատ լավ փոխանցում ենք տեսնում դեպի Վանիկ Ղազարյանը, բայց դուրս եկավ, այո, գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու հարված կլինի արդեն Էրիկ Պողոսյանի պաշտպանած դարպասից։ Պապիկյան թողեց գնդակը Արսեն Ասատրյանին, դեպի ձախ փոխանցում ենք տեսնում Պողոսյանն է գնդակով ու շատ հաջող ևս մեկ գրոհի տեղափոխություն Չուխաջյանի ուղղությամբ, լավ փոխանցում է կատարում Չուխաջյանը Հարությունյանին, բայց Գալստյանը այստեղ նորից հաջող գործեց։ Չուխաջյան առաջին արձագանքեց գնդակին ուղարկելով այն կենտրոնում գտնվող Ասատրյանին, բայց Ասատրյանի փոխանցումն էլ ուժեղ է ստացվում ու հարված կլինի Թուղթարյանի դարպասից։ Սադն է գնդակով ու Թուղթարյանը այստեղ կարողացավ հեռացնել, քիչ էր մնում սխալվեին Ցեղենիսի ֆուտբոլիստները, բայց դարպասապահը օգնության ասավ պաշտպաններին։ Սաֆարյան լավ փոխանցում էր դեպի Սեթրակյանը։ Դուրս եկավ գնդակը այստեղ Սեթրակյանից, կլինի եզրային նետում։ Պապիկյան ուղարկում է գնդակը Խալափյանին, դեպի Պողոսյանը փոխանցում էինք տեսնում, բայց Ղազարյանը կարողացավ փակել փոխանցման ճանապարհը։ Հիմա արդեն անկյունային կիրասնին Չելսիի ֆուտբոլիստները, Պապիկյանը արագ խաղարկում է գնդակը Չուխաջյանի հետ։ Հարությունյան վտանգավոր է, Հարությունյան գուցե հեռվից հարված կատարի, Հարությունյանը կա հարվածը ու եւս մեկ անկյունային, այո, դիպավ գնդակը Ցեղենիսի պաշտպաններին։ Պապիկյան փոխանցում ու Սադն է այստեղ Ցեղենիսի կազմում կարողանում առաջինը արձագանքել գնդակին եւ այնքան ուշացեց, որ կորցրեց, հիմա վտանգավոր է Ասատրյան հարված ու նորից Թուղթարյանը տեղում է։ Պապիկյան չի ավարտվել Չելսի գրոժի, այ Պապիկյանն է գնդակով։ Սեթրակյանն է այստեղ հաջող էլ պաշտպանվում ու գնդակը Պապիկյանից դուրս եկավ դաշտի սահմաններից եզիսկ նետի Ցեղենիսը։ Ակոպյան առաջ փոխանցում ենք տեսնում, բայց Պողոսյանը այստեղ լավ գործեց, շարժվում է առաջ, Արսեն Ասատրյան, վտանգավոր է, Պապիկյան, փոխանցում դեպի Պողոսյան ու հանդիպան հաշիվը բացված է 1-0 Չելսին առաջ է անցնում հաշվի մեջ։
1-0 Սմբատ Պողոսյանը բացում է այս հանդիպան հաշիվը, նա դարձավ նաև գոլի հեղինակ Կիսա եզրափակիչում, ինչպես նշեցի, գրավելով Մոնցայի դարպասը։ Բայց այս խաղի իհարկե կարևորությունը չես համեմատի բնականաբար Մոնցայի դեմ հանդիպան կփած գնդակի հետ, այնտեղ իսկապես քեջ պայքար էր, հաղթող թիմը դուրս էր գալիս եզրափակիչ, բայց բախտը ժպտաց Մոնցայի ֆուտբոլիստերին։ Սեթրակյան լավ գրոհի տեղափոխություններ դեպի աջ։ Սա խորքից փոխանցում ենք տեսնում, Սաֆարյանն նկասեցնում այստեղ գնդակը, Հարությունյանն պայքարում նրա դեմ ու շատ կոպիտ դիմավորեց այստեղ մրցակցին Հարությունյանը։ Հակոբյանն տեղադրում գնդակը, Թեղենիսի ավակը նա կատարի այս տուգանային արվածը, կարծում եմ բավական հեռու է տարածությունը, բայց իհարկե Հակոբյանի կատարման բազմիցս տեսել ենք նմանատիպ տարածությունից հարվածներ, հիմա կա հարված ու Պողոսյանը վերցնում է գնդակը, այո, մի փոքր թույլ ստացվեց այստեղ Հակոբյանի կատարած հարվածը, բայց այնուամենայնիվ կարծում եմ ամենահարմար տարբերակը դա էր Ասատրյան, Գրիշա Գրիգորյանին է ուղարկում գնդակը։ Արսեն Ասատրյան ու փոխանցում, բայց Թուղթարյանը հեռացեց գնդակը։ Սեթրակյանը հիմա խլում է Թեղենիսը գնդակը, Գալստյանն է գնդակով, փոխանցում դեպի Սաֆարյանը, Սեթրակյան, բայց չստացվեց այստեղ Գրիգորյանին անցնել, լավ էր մտածել իհարկե Սեթրակյանը, բայց մնաց ոտքերի վրա Գրիգորյանը ու սկսում է Չելսի հերթական գրոհ Պապիկյան, վտանգավոր գրոհի անցել Չելսին, տեսնենք Ժիայ Պապիկյան դեպի Գրիգորյանն է կատարված փոխանցումը ու ինչ այստեղ անկյունային արված իրացան Չելսի ֆուտբոլիստները։ Պապիկյան դեպի մրցակցի տուգանային հրապարակ, բայց Սադը կարողացավ հեռացնել գնդակը, ոչ այնքան հեռու Պողոսյանը հարված կարադարձ վտանգավոր է նորից։ Հարված ենք տեսնում Ասատրյանի կատարմամբ ու Չելսին արդեն կրկնապատկում է իր առավելությունը 2-0։ Թուղթարյան առաջ փոխանցում ու այստեղ Չուխաջյանն է Չելսիի կազմում ընդունում գնդակ ուղարկեց այն Խալափյանին, նորից Չուխաջյան դեպի Հարությունյանը, վտանգավոր է Պապիկյան 3-0։ Չելսին առաջի խաղակեսում արդեն եռապատկում է իր առավելությունը։ Շատ հաջող կարողացան հարվածներ կատարել մեկը մյուսի հետևի Չելսիի ֆուտբոլիստները ու Պապիկյանի խփած գնդակից հետո արդեն հանդիպան հաշիվը 3-0 է։ Սադ Չուխաջյանը դիմավորել նրան ու շատ հաջող խլում կարողացավ կատարել։ Հիմա էլ կորցրեց գնդակը Խալափյանը, Սադ հերվից հարված, բայց չեղությամբ է ստացվում Սադի կատարած հարվածը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Պողոսյան փորձի պահել, բայց ուժեղ էր այս փոխանցումը, իսկապես որքան էլ որ արագ է Սմբատ Պողոսյանը միևնույնը չհասավ այս գնդակին։ Հակոբյան լավ կասեցեց գնդակը ու պահեց այն իր մոտ, կա փոխանցումը, բայց այստեղ Արմեն Ասատրյանն է հաջող գործում, չի ավարտվել Թեղենիսի գրոհ Սեթրակյան դեպի Գալստյանը, բայց Գալստյանի
փոխանցումը դեպի Սետրակյանը փակվեց։ Հիմա Պողոսյանն է շարժվում առաջ գնդակով, հիմա էլ Վանիկ Ղազարյանը հաջող դիմավորեց մրցակցին, չնայած գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Կա եզրային նետումը, վտանգավոր է Հակոբյանն է հարվածային դիրքում, հարված ու մեկ գնդակ Թեղենիսը կարողանում է ետ բերել 3-1։ Պետք չէ այո Հակոբյանին նման դիրքերում հարվածի հնարավորություն տալ, նա շատ վտանգավոր է բոլոր մրցակիցների համար եւ խնդրեմ տեսակ ինչպես ազատվեց մրցակցի պաշտպանների վերահսկողությունից ու գրավեց Պողոսյանի դարպասը 3-1։ Թեղենիսը մեկ գնդակ կարողանում է ետ բերել, այո շատ փորձառու հարձակվող է Հակոբյանը Աֆելում։ Շատ լավ է կարողանում իրացնել իր հնարավորությունները Լևոն Հակոբյանը եւ իհարկե դեռ այս խաղում կփորձի ավելին գրանցել իր անվան դիմաց Պապիկյան։ Կա փոխանցում, բայց այստեղ Վանիկ Ղազարյանն է հաջող կարողանում խլում կատարել մրցակցից ու ստիպեց մրցակիցներին խախտել խաղի կանոնների իր նկատմամբ, գնդակը կլինի Թեղենիսինը։ Թուղթարյան ուժեղ փոխանցում առաջ, բայց իսկապես շատ ուժեղ ստացվեց այս փոխանցումը եւ իհարկե Գալստյանը չի հասնի այս գնդակին։ Չուխաջյան, շարժվում է առաջ գնդակով Չուխաջյանը, ուղարկեց այն Պողոսյանին։ Ասատրյան ու հարկում է գնդակը արդեն Գրիշա Գրիգորյանի հետ։ Պապիկյան, հաջող շրջվեց Պապիկյանը, կար փոխանցում Հարությունյանի ուղղությամբ ու այստեղ անկյունային հարված հիմա կիրասիչեցին, կարողացավ գնդակը հեռացնել Թեղենիսի պաշտպանը, Պապիկյան, լավ փոխանցում է կատարում Հարությունյանին, նորից Պապիկյանն է գնդակով, փոխանցում ու Թուղթարյանը ֆիքսում է այստեղ գնդակը։ Գրիգորյան հասցրեց դիպչել այստեղ գնդակին, այո եւ եզրային նետում Թեղենիսը կիրասնի։ Թուղթարյան Արամայես Գրիգորյանին ուղարկեց գնդակը։ Վանիկ Ղազարյան Գրիգորյան կհասնի անկասկած այս գնդակին Գրիգորյանը ու շատ հաջող գործեց, բայց Պապիկյան այստեղ խլում է սադից գնդակը, Հարությունյան ուղարկեց գնդակը Չուխաջյանին, հարվածել կա, բայց պաշտպանի վրա ընդունեց գնդակը, Պապիկյան, նորից գնդակով Չելսիի ֆուտբոլիստներն են, Շիայի Պապիկյան, դեպի աջ փոխանցում տեսանք Հարությունյանը, վերջինս գնդակ ուղարկում է Արմեն Ասատրյանին, նորից Գրիշա Գրիգորյանն է գնդակով, Խալափյան, հարկում են առայժմ Չելսիի ֆուտբոլիստները գնդակը, բայց Խալափյանի կատարած այս փոխանցումը շատ բարձր ստացվեց։ Սաղ մեկը պումով ուղարկեց գնդակը Հակոբյանին, բայց դուրս եկավ այո գնդակը դաշտի սահմաններից, կլինի եզրային նետում։ Տիգրան Չուխաջյանը այո առաջի կեսը մոտենում է արդեն ավարտին։ 3-1 է հանդիպան հաշիվը, ես հիշեցնեմ, որ սա Summer Cup-ի երրորդ հորիզոնականի համար պայքարն է, որտեղ առայժմ առաջի խաղակեսի այս րոպեի դրությամբ Չելսին հաղթում է մրցակցին 3-1 հաշվով։ Հիշեցնեմ, ովքեր դարձան այս խաղում գոլի հեղինակ, նախ Սմբատ Պողոսյանը բացեց հանդիպան հաշիվը, հետո Արսեն Ասատրյանը կրկնապատկեց Չելսիի առավելությունը, Պապիկյանը եռապատկեց հաշիվը դարձնելով 3-0, իսկ
Թեղենիսի միակ գոլը առայժմ այս խաղում է հեղինակեց թիմի ավակ Լևոն Հակոբյանը ու հանդիպան հաշիվը արդեն 3-1 է նորից Հակոբյանն է գնդակով լավ էր մտածել Հակոբյանը, բայց փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց Ղազարյանը այնուամենայնիվ պայեց Ղազարյանը գնդակը դաշտի սահմաններում, բայց Չուխաջյանը այստեղ առաջին արձագանքեց գնդակին, Ասատրյանն էլ հաջող կարողացավ հեռացնել գնդակը Արմեն Ասատրյան շարժվում է առաջ գնդակով Ասատրյանը ունի Չելսին լավ հնարավորություն հիմա Պապիկյան գուցե ինքն էլ փորձի ոչ ուղարկեց Ասատրյանին ու գրոյի տեղափոխություն դեպի Խալափյանի կատարած հարվածը անկասելի ու գեղեցիկ է ստացվում 4-1 Չելսին նորից վերականգնում է 3 գնդակի առավելությունը 4-1 այո իսկապես գեղեցիկ գոլ հեղինակեց Վովա Խալափյանը ու հիմա նորից հանդիպան Հաշվի տարբերությունը 3 գնդակ է օգուտ Չելսիի ֆուտբոլիստների Տուղտարյան պետք է փորձի, այնուամենայնիվ պետք է փորձի Թեղենիսը գնալ առաջ Չկա կորցնելու ոչինչ Իհարկե այնպես չէ որ դեռ ունի հանդիպում Սամար Խափում անցկացնելու Թեղենիսը եւ մտածում է իհարկե շատ գոլեր բաշխ թողնելու մասին կամ այլ խնդիրներ ունի լուծելու իհարկե պետք է Երկրորդ խաղակեսում ամենայն դեպս փորձել վերականգնել հաշիվը Ասատրյան լավ գործեց այստեղ ուղարկում էր գնդակը Պապիկյանին, բայց Ղազարյանը հաջող պաշտպանվեց Սաֆարյան Գալստյանին հասցեակեց գնդակը Կա փոխանցումը հիմա էլ Ասատրյանը փակեց գնդակի ճանապարհ ու հաջող գրոյի տեղափոխությունը դեպի աջ, որտեղ Հարությունյանն է գնդակով առաջ շարժվում Արգելակեց հիմա մի պահ Հարությունյանը ուղարկելով գնդակը Գրիշա Գրիգորյանին Չուխաջյան Աստրեց փոխանցում կատարել Հարությունյանն մեկը փումով առաջ, բայց Սաֆարյանը առաջինը արձագանքեց գնդակին չի ավարտվել Չելսիի գրո բայց հիմա Ասատրյանի հարվածային դիրքը Ստացվեց Պողոսյան Ուղարկում է գնդակը Չուխաջյանին Լեցին գնդակը այս դերվակում Թեղենիսի ֆուտբոլիստերը ու հաջող գրոյ են ասնում Ղազարյան լավներ փոխանցումը դեպի Գալստյանը ու այո անկյունային հարված այնուամենայնիվ վաստակեց այստեղ Գալստյանը Ինքն էլ կիրասնի այս ստանդարտը Կա փոխանցումը Վանիկ Ղազարյան արված ենք տեսնում ու այստեղ գնդակը Շեղությամբ ընթացավ Պողոսյան հաջող նկատեց Պապիկյանին Վերջինս շարժում է առաջ գնդակով Պապիկյան տեսնենք Բայց հասցնին վերադասավորվել Թեղենիսի ֆուտբոլիստները Չուխաջյան Հետ փոխանցում Գրիգորյանը Այո առաջի կեսը Կավարտվի քիչ անց Չկար այստեղ ոչինչ Վանիկ Ղազարյան բայց փակվեց Ղազարյանի փոխանցման ճանապարհը ու հիմա տեսնենք ինչ է պատահել Գրիգորյանին հոտածածկին է հայտնվել Գրիգորյանը այո հարված ստացավ դեմքին նախորդ դրվագում ու հուսանք որ կկարողանա Արամայիս Գրիգորյանը շարունակել հանդիպումը
Այո, վերջին րոպեն ընթանում առաջի խաղակեսի, ամեն ինչ կարգին է Գրիգորյանի հետ, նա շարունակում է հանդիպումը, Դիմայր Պողոսյանը գնդակ ուղարկում է Չուքաջյանին։ Տիգրան Չուքաջյան կավ, դեպի Պապիկյանը փոխանցում, Արսեն Ասատրյան փորձեց այստեղ շրջադարձ հարված կատարել, բայց չստացվեց եւ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է, կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Թեղենիսի հանդիպման երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո հանդիպման հաշիվը 4-1 է օգուտ ազնվականների, հաղթում են Չելսիի ֆուտբոլիստները։ Ես հիշեցնեմ, որ սա Summer Cup-ի երրորդ հորիզոնականի համար ընթացող հանդիպում է, որտեղ առաջի կեսից հետո իսկապես շատ վստահ առավելություն ունի Չելսին, տեսնենք երկրորդ կեսում ինչ կմարտուցեն թիմերը մեզ, հիմա առաջին հարվածն ենք երկրորդ խաղակեսում տեսնում դարպասի ուղղությամբ, բայց Պողոսյանի կատարած հարվածը բարձր ստացվեց, իսկ ես արագորեն նաև ծանոթացնեմ միասին վերիչենք մրցող թիմերի մեկնարկային կազմերը, սկսենք Չելսիից, ում դարպասը պաշտպանում է Էրիկ Պողոսյանը, համար 1 Վովա Խալափյան համար 6, նա այսօր շատ գեղեցիկ գոլի հեղինակ արդեն դարձել է, Գրիշա Գրիգորյան համար 7, Արմեն Ասատրյան համար 8, Ժիայր Պապիկյան համար 10, ով թիմի ավարտն է եւ առաջի կեսում նույնպես աչքի է ընկել գոլային գործողությամբ, Էդիկ Հարությունյան համար 17, Արսեն Ասատրյան համար 11, Ասատրյանը նույնպես դարձել է Չելսիի խփած գնդակներից մեկի հեղինակը, Տիգրան Չուքաջյան համար 77 եւ Սմբատ Պողոսյան համար 99, ով եւս առաջի կեսում գրավել է մրցակցի դարպասը Թեղենից, դարպասը պաշտպանում է Տարոն Թուղթարյանը համար 16, Խաչիկ Սեզեկյան համար 2, Արամայիս Գրիգորյան համար 3, Տիգրան Գալստյան համար 5, Էլու Ասադ համար 8, թիմի ավակ Լևոն Հակոբյան համար 10, նա առայժմ Թեղենիսի միակ գոլի հեղինակն է։ Միքայել Սաֆարյան համար 22 եւ Վանիկ Ղազարյան համար 14։ Հարությունյանն է գնդակով, Գրիշա Գրիգորյան, նորից Հարությունյան կա փոխանցում, բայց Սաֆարյանը այստեղ հաջող պաշտպանվեց, Թուղթարյանն էլ գնդակը արագ մտցրեց խաղի մեջ, բայց Գրիգորյանը հեռացեց այն, եզից կնետեն Թեղենիսի ֆուտբոլիստները։ Արամայիս Գրիգորյան, հետ փոխանցում ենք տեսնում, դեպի դարպասապատ Թուղթարյանը, վերջինս էլ ուժեղ հարվածով գնդակ ուղարկում է առաջ, բայց Ասատրյանը լավ գործեց, Պողոսյան, Ասատրյան, նորից Պողոսյան, լավ պատխաղարկում էր Պողոսյան, հարված ու Թուղթարյանը նորից հաջող է գործում։ Իսկապես ամեն ինչ շատ գեղեցիկ արեցին այս դրվագում Չելսիի ֆուտբոլիստները, բայց վերջին պահին Թուղթարյանը կարողացավ հեռացնել գնդակը։ Արկես Չելսին անկյունային է, Պողոսյանն է գնդակով։ Հակոբյանը բայց այստեղ կարողանում է խլել մրցակցից գնդակը, Վանիկ Ղազարյան շատ լավ փոխանցում, միայնակ է Սեյթրակյանը դարպասապայի հետ, լավ արգելակեց Սեյթրակյան, հարված գնդակը դարպասում է 4-2, Թեղենիսը կարողանում է երկրորդ խաղակեսում առաջին նաշկի ընկնել ու կրճատել հաշվի տարբերությունը։ Այո, իսկապես թե Սեյթրակյանի կատարած հարվածը, թե Ղազարյանի փոխանցումը էլ առավել եւս գեղեցիկ էր։ Ու այո, Թեղենիսը խաղի մեջ է 4-2։ Գալստյան, բայց գնդակը Գալստյանը դաշտի սահմաններում։ Դեպի Սեյթրակյանն էր կատարված այս փոխանցումը, բայց ուժեղ ստացվեց։ Պողոսյան եւ Ասատրյանը գնդակը ուղարկում է Գրիգորյանին, Չուքաջյան, նորից Գրիշա Գրիգորյան, եւ Պապիկյանը
Գնդակը հասցեագրում է թիմի դարպասապա Էրիկ Պողոսյանին, Արմեն Ասատրյան Շուխաջյանի հետ խաղարկեց այստեղ գնդակը, նորից Ասատրյանն է գնդակով ու շատ լավ փոխանցում ենք տեսնում Ասատրյանի կատարմամբ, Գրիշա Գրիգորյան խորքից կա փոխանցում, բայց Թուղթարյանը տեղում էր Իգյան Գալստյան Ղազարյանին ուղարկեց, բայց այստեղ կար խաղի կանոնների խախտում Ղազարյանի նկատմամբ, այո Ստանդարտ կիրասիմաթեղեն իսը Ղազարյանն է գնդակի մոտ Բարցից փոխանցում մրցակցի Տուգանային հրապարակ, բայց Հարությունյանը կարողացավ գնդակը հեռացնել, ոչ այնքան հեռու, իհարկե եզրային նետում կատարի իմաթեղեն իսը Սեթրակյան խաղարկեց գնդակը Ղազարյանի հետ Ակոպյան Բարցից փոխանցում Գալստյան հարված ու այստեղ Չուխաջյանը գծի վրայից կարողացավ հեռացնել գնդակը իսկապես ամեն ինչ գեղեցիկ արեցին Թեղենիսի ֆուտբոլիստները, բայց իհարկե Չուխաջյանը էլ ավելի հաջող գործեց հեռացնելով գնդակը հիմա Գալստյանը վաստակել է իր թիմի համար Տուգանային հարված, որը կիրասնի Սեթրակյանը վտանգավոր է դիրքը իհարկե, կարծում եմ փոխանցում կհետևի Սեթրակյանի կողմից դեպի Տուգանային հրապարակ մրցակցի Կա փոխանցումը Ղազարյան չստացվեց այստեղ հարվածը աջ ոտքով Ղազարյանի, այո մենք նրանից սովոր ենք տեսնել հեռահար կրակոցներ, բայց երբ գնդակը հայտնվում է նրա ձախ ոտքի առջևում Հիմա Պողոսյանը հասցրեց պահել գնդակը դաշտի սահմաններում Պապիկյան Ասատրյան դեպի Պապիկյանը, բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը Էվոն Ակոպյան ուղարկեց գնդակը Ղազարյանի ուղղությամբ Նորից Ակոպյան լավ է նկատել Գալստյանի առաջխաղացումը փոխանցումն էլ շատ հաջող ստացվեց Գալստյան դեպի Սեթրակյանը, բայց Սեթրակյանի կատարած հարվածը բարձր ստացվեց իսկապես լավ եռակայլ կոմբինացիա իրականացրեցին այստեղ Թեղենիսի ֆուտբոլիստները, բայց Հարվածը բարձր ստացվեց, Ժիրայր Պապիկյանն է շարժվում առաջ, թողեց գնդակը Ասատրյանին կա, այստեղ Պողոսյանի տարբերակը շատ հաջող փոխանցում Պողոսյան մի փոքր հեռու թողեց գնդակը ու Գալստյանը հասցրեց այն հեռացնել անկյունային հարվածի մայլ կիրասնեն Չելսիի ֆուտբոլիստները Պապիկյանը կիրասնի այս անկյունայինը Ուղարկեց գնդակը Արմեն Ասատրյանին, վերջինս էլ հարվածում է դարպասի ուղղությամբ, բայց Ասատրյանի կատարած հարվածը բարձր է ստացվում Պապիկյան, Ասատրյանն հետ խաղարկեց ու այստեղ խախտեց Սեթրակյանը խաղի կանոնները, այո
Հիմա ստանդարտ իրացի Չելսին, Հարությունյանն է գնդակի մոտ։ Կա մրցավարի սուրճը Հարությունյան, հարվածը հետևում ու դարպասած զողն է այստեղ։ Կրկում Թեղենիսին։ Իսկապես լավ հարված կարողացավ կատարել Հարությունյանը, բայց բարձր ստացվեց։ Թուղթարյանն առաջ փոխանցում, բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը։ Տիգրան Շուխաջյան։ Այո, իսկապես հանդիպումը գնալով մոտենում է ավարտին, բայց եթե կարողանան Թեղենիսի ֆուտբոլիստները արագորեն մեկ գնդակ Եվս ետ բերել ու հանդիպան հաշիվը հասնել նվազագույնի, ապա էլ ավելի հետաքրքիր վերջնամաս կստացվի։ Շուխաջյան հարկում է գնդակը Պապիկյանի հետ, Գրիշա Գրիգորյան թողեց գնդակը Հարությունյանին, նորից դեպի Պապիկյանը փոխանցում էր կատարում Հարությանը, բայց նախ Գրիգորյանը խլեց, հետո Պապիկյանը վերադարձեց, իսկ Հարությունյանի կատարած հարվածից հետո գնդակը նորից դիպչում է դարպասաձողին, նորից Հարությունյանն է գնդակով, հիմա արդեն Վանիկ Ղազարյանը կարողացավ հեռացնել գնդակը նրա ոտքերի առջևից։ Շուխաջյան ուղարկում է գնդակը Արմեն Ասատրյանի ուղղությամբ, վերջինը շարժում է առաջ գնդակով։ Հարությունյան լավ փոխանցում ենք տեսնում դեպի Սմբատ Պողոսյանը, վտանգավոր է Պողոսյան դեպի Հարությունյանը, չի ստացվում այստեղ էլ Հարությունյանի կատարած հարվածը։ Գրիշա Գրիգորյանը հեռու թողեց իրենից գնդակ ու խլում են Թեղենիսի ֆուտբոլիստները։ Լևոն Հակոբյան դեպի Գալստյանը փոխանցում տեսանք, բայց դուրս եկավ դաշտի սահմաններից ու կլինի եզրային նետում Չելսիի ֆուտբոլիստների կատարմամբ։ Գրիգորյան ուղարկեց գնդակը Հարությունյանին։ Շուխաջյան շատ լավ փոխանցում ենք տեսնում դեպի ձախ։ Հիմա էլ բարձից Պապիկյանին ուղղվեց այս փոխանցումը, բայց Պապիկյանի կատարած փոխանցումից հետո Թուղթարյանը վերցրեց գնդակը, ուժեղ հարվածով այն մտցնեց խաղի մեջ ու գնդակը այստեղ բաժինացավ դարպաս, ապա Պողոսյանին Չելսի։ Սեթրակյան փոխանցում կատարեց, բայց Արսեն Ասատրյանն է հիմա էլ խլում գնդակը մրցակցից։ Գրիշա Գրիգորյան լավ գրոհի անցել Չելսին, Պողոսյան, բայց կորցրեց հարվածային դիրքը Պողոսյանը։ Պողոսյան հիմա էլ արդեն Սաֆարյանն է հաջող գործում։ Ու այո, կար խաղի կանոնների խախտում Պողոսյանի կողմից։ Խաղարկում են Թեղենիսի ֆուտբոլիստները գնդակը, առաջ փոխանցում տեսանք, որտեղ Վանիկ Ղազարյանն է։ Ղազարյան, բայց այստեղ Պապիկյանն է հաջող խլում կատարում, 3-1-ի դիմաց նետվել են առաջ Չելսիի ֆուտբոլիստները, իսկ Արսատրյանի կատարած փոխանցումը շատ թույլ ստացվեց այստեղ։ Հարությունյան ուղարկում է գնդակը Պապիկյանին, բայց Հակոբյանը կարողացավ մի փոքր հեռու ուղարկել գնդակը։ Գրիշա Գրիգորյան, նորից Պապիկյան, վտանգավոր գրոհի անցել Չելսին, Գրիգորյան չի ստացվում, այստեղ էլ Գրիգորյանի հարվածը մոտ տարածությունից ու Թուղթարյանը գնդակը կմտցնի խաղի մեջ։
Հակոբյան մեկ հպումով թողեց գնդակը Սաֆարյանին։ Նորից Հակոբյանն է գնդակով լավ փոխանցում էր, բայց Պողոսյանը հաշվարկել էր ամեն ինչ ու վերցրեց գնդակը, այն նետում է Արսեն Ասատրյանի ուղղությամբ, նետվում են առաջ Չելսիի ֆուտբոլիստները, ձախ եզրում է Պողոսյանը, ստանում է գնդակը, վտանգավոր գրոհի անցել Չելսին, Պողոսյան լավ փոխանցում Հարությունյանի ուղղությամբ, բայց Հարությունյանի կատարած փոխանցումն էլ Սեթրակյանը կարողացավ առաջինը արձագանքել ու խախտեց խաղի կանոնները Հարությունյանը։ Արա քաղարկում է Թեղենիսը գնդակը, Վանիկ Ղազարյան կա, տարբերակներ ուղարկեց գնդակը Գալստյանին, բայց Պողոսյանը նահանջեց ու խլեց մրցակցից գնդակը։ Արմեն Ասատրյան, շատ լավ գրոհի տեղափոխություն էր դեպի աջ, որտեղ Էլիկ Հարությունյանն է, Պապիկյան վտանգավոր է, Պապիկյան, բայց փակվեց Պապիկյանի հարված կատարելու ճանապարհը, հիմա էլ արդեն հաջող չստացվեց փոխանցումը, բայց Ասատրյանը պայեց գնդակի թիմի մոտ, Հարությունյանը հարվածը շեղ է ստացվում նորից Հարությունյանի կատարած, այո նա այսօր երկու անգամ հարված, ամենակիչը երկու անգամ հարված կատարեց, դրանք են տպավորվել իհարկե, որոնք դիպան դարպասաձողին, առաջինը Տուգանայինից կատարած հարվածից հետո, հիմա վտանգավոր է Պապիկյան ու Թուղթարյանը վերցնում է գնդակը։ Արամայիս Գրիգորյան ուղարկում է Հակոբյանի ուղղությամբ գնդակը, վերջինս պայեց այն իր մոտ ու շատ հաջող փոխանցում կատարեց Սաֆարյանին, վերջինս շարժվում է առաջ, Վանիկ Ղազարյան, հաշեզում է հիմա էլ հայտնվել Ղազարյանը, կա Գալստյանի տարբերակը, բայց չփոխանցեց, Հակոբյան հեռու տարածությունից է կրակում Հակոբյանը, բայց կանգնեց գնդակի առջև Գրիշա Գրիգորյանը, Պողոսյանն է հիմա զարգացնում արագություն, հաստրեց ուղարկել գնդակը Պապիկյանին, բայց Պապիկյանի փոխանցումը ուժեղ էր։ Արամայիս Գրիգորյան Սաֆայանին ուղարկեց Գրիգորյանը, այստեղ հաջող խլում կատարեց, Պապիկյան փորձեց շրջադարձ հարված կատարել, բայց ստացվեց, հետո էլ փոխանցումը արդեն դեպի Գրիշա Գրիգորյանը ուժեղ ստացվեց։ Ասատրյան կատարեց եզրային նետումը, Չուխաջյանն է գնդակով։ Պողոսյան 7 րոպե մինչ հանդիպման ավարտը։ Հանդիպման հաշիվը 4-2 է օգուտ Չելսիի։ Իհարկե, եթե կրկնում եմ ևս մեկ անգամ Թեղենիսը կարողանա արագ կրճատել հաշվի տարբերությունը, ապա շատ ավելի ու ավելի հետաքրքիր վերջնամաս կստացվի, բայց առայժմ գնդակով ավելի շատ լինում են Չելսիի ֆուտբոլիստները։ Պապիկյան վարկեց գնդակը Ասատրյանին, Պապիկյան, Ասատրյան, Գրիգորյան 5-2 կարծում եմ Չելսին այս գոլով ապահովում է երրորդ հորիզոնականը Սամր Քափում։ Գրիշա Գրիգորյան, այո, դարձավ գոլի հեղինակ Գրիգորյանը, Չելսին էլ արդեն հաղթում է 3 գնդակի տարբերությամբ 5 րոպե մինչ հանդիպման ավարտը։ Սաֆարյան բայց բարձր է ստացվում այս փոխանցումը ու հարված կլինի Պողոսյանի պաշտպանած դարպասից։ Արագորեն մտցնում է գնդակը խաղի մեջ Պողոսյանը, Խալափյան Սմբատ Պողոսյանին կատարեց փոխանցող Խալափյանը։ Շատ հաջող են այս եռակայլ փոխանցումները կատարում Չելսիի ֆուտբոլիստները, Պողոսյան մի փոքր հեռու թողեց այստեղ գնդակը, բայց հետո կարողացավ խլել գնդակը մրցակցից ու գնդակը նորից Չելսիի ֆուտբոլիստերի մոտ է, նորից Պողոսյանն է գնդակով, Շիայ Պապիկյան,
Պողոսյանի հետ խաղարկեց կրկին գնդակը, Խալափյան Սմբատ Պողոսյան և շատ հաջող նկատեց Արմեն Ասատրյանին Արմեն Ասատրյան դերվից հարված, բայց բարձր է ստացում Ասատրյանի կատարած հարվածը, այո կար հարվածի հնարավորություն, կար տարբերակ ազատ է նրա առջև տարածությունը, այնուամենայնիվ Աշիվն է թույլ տվեց, որպեսզի Ասատրյանը փորձի նման տարածությունից հարված կատարել, հիմա կորսում են գնդակը Թեղենիսի ֆուտբոլիստները պաշտպանությունից դուրս գալուց ու անկյունային կիրասի Չելսին Պապիկյան բարձից փոխանցում դեպի Գրիշա Գրիգորյանն ու չի ստացվում Գրիգորյանի հարվածը Վանիկ Ղազարյան գլում են գնդակը Թեղենիսի ֆուտբոլիստները պաշտպանությունում Թուղթարյանն է հիմա էլ իջամատում խաղին շատ հաջող փոխանցում ստացվեց այստեղ նորից Ղազարյան Արամայիս Գրիգորյան մեկը պումով փորձեց գնդակը ասիագրել թիմի ավակ Հակոբյանին չստացվեց քանի որ Պողոսյանը խլեց գնդակը մրցակցից շատ հաջող էր փոխանցումը բայց Թուղթարյանը նորից հաջող է գործում դարպասում Գրիշա Գրիգորյան ու կար մինչ այդ խաղի կանոնների խախտում դարպասապայի դեմ պայքարում այո Գալստյան Բարձից փոխանցում դեպի Հակոբյանը բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Պապիկյան զարգացեց, արագություն անցավ մեկ մրցակցի, բայց շտապեց այստեղ Պապիկյանը կարծում եմ կարելի էր մի փոքր դադար վերցնել նոր կատարել փոխանցում կային թե Ասատրյանը թե եթե չեմ սխալվում Խալափյանը կամ Պողոսյանն էր հայտնվել այդ դիրքում, այո, եթե մի փոքր սպասեր Պապիկյանը նոր կատարել փոխանցում, ապա ավելի լավ հնարավորություն կունենային խաղընկերները դարպասը գրավելու Պողոսյան ուղարկում է գնդակը առաջ, բայց Վանիկ Ղազարյանն է առաջին արձագանքում ու այն ուղարկում է Սեթրակյանին Սեթրակյան չստացվեց այստեղ անցումը Գրիշա Գրիգորյանը խլեց գնդակը ու հիմա 4-3-ի դիմաց Չելսին նետվում է առաջ Գրիգորյան շատ լավ նկատեց Արսեն Ասատրյանին եւ այստեղ կարող էր ինքնագոլ գրանցվել, բայց դարպասաձողից գնդակը ետ մղվեց Ժիժայր Պապիկյան կա փոխանցումը վտանգավոր է Գրիշա Գրիգորյան կախեց այստեղ գնդակը նորից դարպասաձողն է օգնության գալիս Թեղենիսին, բայց Արսեն Ասատրյանի կատարած հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասում 6-2 է դառնում հանդիպան հաշիվը դուբլ գրանցեց Արսեն Ասատրյանն այս խաղում իր անվան դիմաց հանդիպան հաշիվը դարձնելով 6-2 հանդիպանը մնացել են արդեն քիչ րոպեներ Պապիկյան, բայց Թուղթարյանը այստեղ շատ վստահ գործեց դուրս գալով դարպասից Վանիկ Ղազարյան Պապիկյանը նահանջում ու խլում է այստեղ գնդակը մրցակցից Ասատրյան նորից Պապիկյան ինչու՞ չի հարվածում Պապիկյան կորցրեց հարվածային դիրքը աչ եզրում է հիմա էլ հայտնվում գնդակով Պապիկյանը կատարեց փոխանցում Խալափյանը հարված բայց Թուղթարյանը վերցնում է գնդակը Հակոբյան շարժում է առաջ աչ եզրով Սաֆարյանն է գնդակով կատարեց փոխանցում, բայց Խալափյան ու գնդակը դարպասում է, այո Հաշվի առավ դարպասապայի դուրս գալը դարպասից ու գրավեց դարպասը և վերջ հանդիպումն այստեղ էլ ավարտվում է 7-2 հաշվով ավարտվեց հանդիպումը օգուտ Չելսիի ֆուտբոլիստների, այո Չելսին զբաղեցեց Summer Cup-ում երրորդ հորիզոնականը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք թիմին, իհարկե ծափահարություններ նաև Թեղենիսին այս երկարատև մրցաշարին մասնակցելու համար, բայց նրանք պայքարը լքում են 4-րդ հորիզոնականով խաղային օրն էլ մեզ մոտ ավարտված է, բարի գիշեր ու ամենայն բարիք